Շնորհավորում եմ ձեզ մայրության օրվա առթիվ Որին հարգանքներս ձեզ այսօրվա ակցիան խաղաղ բնույթ է կրում իր մեջ ինչ ակնկալիքներ ունեք արդյոք կառավարությունը իշխանությունները չգիտեմ կզարթնեն կամ ձեր արդյունքները կազդեն արդյոք կամ ինչև էս պահը որևէ դրական տեղաշարժ ասացին որ չկա Չնայած ծնողներից մեկն ասաց, որ պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, իրեն ասել էր, որ հնարավոր է, որ որդիներից որոշները կենդանի են։ Ձեր հետ կապված որևէ տեղեկություն, ձեր որդու հետ կապված որևէ տեղեկություն իշխան պաշտոնյաների կողմից ունեք թե ոչ։ Ուրեմն հարգելիս նախ շնորհավորանքի համար շնորհակալ եմ, բայց մենք էլ չենք ուզում, որ լինի այս տոնը իմ համար ուզում եմ, որ լինի ինքը շատ գեղեցիկ տոն է, բայց արդեն 5 տարի է ինքը ինձ ավելի շատ ցավ է պատճառում այս տոնը ինչի համար։ Երբ որ ես մայրացել եմ այս ժամանակ, երբ որ ես այս տղայից ճիչն եմ լսել, բերկրանքից սիրտս լցվել էր ու հիմա ես արդեն 5 տարի եմ վան եմ գալիս։ Էլ ես ինձ մայր էլ չեմ կարող համարել, որովհետև յուրաքանչյուր մայր կարող է իր ածակին պահի, անգամ կենդանին, ես չկարողացի։ Ձեր որդու հետ կապված տեսանյութեր նույնականացում եղել է թե նույնականացում չունենք, տեսանյութ նմանապես չունենք ու փաստերը տանում է դեպի գերություն։ Իսկ այ տղաներ կան, որոնք գերությունից վերադարձել են, փորձել եք հետաքրքրվել, միգուցե որևէ տեղեկություն ունենան ձեր որդու հետ կապված։ Գերությունից որ վերադառնում են, իրանք ասում են մենք չենք տեսել ու ոչ միայն իմ տղային, այլ բոլորին։ Ասում են չենք տեսել, չգիտենք, աչքերները կապած ա եղել ու չգիտեմ, միգուցե այդ երեխեքին թույլ չեն տալի ասել, միգուցե հենց ընդեղից թույլ չեն տալի, միգուցե այստեղից թույլ չեն տալի։ Ես չեմ կարող այդ ինչ որ մի բան ասեմ այդ կողմով, բայց ամեն դեպքում եթե լավ որ գերի չի, ուրա 4.5 տարի է մենք ման են գալիս ու այսինքն չունենք ոչ նույնականացում ոչ ոչի ման կամ քննություն ավարվում ինչի այսքան ժամանակ մեկը չասեց որ հերո երեխուց ինչ որ մի վատ բան եղել եթե դու այդ վատը չես լսում ծնողին չեն ասում քննության ընթացքում չեն ասում երեխան ինքը չկա ուրիշ ծնող ինչ մտածի Ձեր որդու դեպքը կասեք երբ է տեղի ունեցել ինչ հանգամանքներով Ուրեմն հարգելիներս ես չեմ ուզում առանձնացնեմ իմ որդուն մյուս որդիներից բոլորներ հերոսներ են առիթ տղաներ են որ կռվել են Դրա համար բերեք չանհատականացնենք, չառանձնացնենք 20 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում ու շատ երեխեք այսօր Ջաբրայիլ, Հադրուտ այդ տարածքներից են, որ կորած են, եթե հետևողականին եք կտեսնեք մեծամասնությունը Ջաբրայիլ ու Հադրութից են կորածել։ Տեղյակ եք, որ ձեր որդին էլ գտնվում է Ջաբրայիլում։ Ոչ, իմ որդին նորակոչիկ էր, ինչպես շատ ծնողների երեխաներ, որ նորակոչիկ էին, որ այսինքն պիտի իրանք պատերազմի դաշտում չլինեին, ասեմ ավելին։ Իմ տղան Հայաստանի զինվորայել է, Մեղրի զինվորայել է, որը որ անպատրաստ երեխուն ընդամենը մի քանի օրվա զինվորին տարել է պատերազմ։ Այսինքն մտածված ծրագիր են ունեցել, որ տանեն այս երեխեքին բնաջնջեն։ Ես այդքանը կարամ ասել։ Իշխանություններ դուք տեսել եք այս ընթացքում։ Տեսագրություններ եղել են, որ զուգահեռ Տեսագրություն չունենք մենք։ Իշխանություններից ինչ ակնկալիք ունեք։ Ոչինչ։ Եթե առնելով որ միջազգային դատարաններից գանգատներն են հետ կանչում այսպիսով օրակարգից դուրս մղելով նաև գերիների անհետ կորածների պատանձների հարցը, ինչ ակնկալիք ունեք։ Դե իրանք ասում են մենք հետ ենք վերցնում, բայց դուք անհատական կարակ դիմեք։ Այ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեր հանդիպումները ավելի հաճախակ են լինում։ Անգամ ա եղել։ Ինչ է ասում, այլ ինչ պատասխան է տալիս ձեր հարցերին։ Գիտեք, իրանց պատասխանային կլիներ, եթե այս 4.5 տարվա ընթացքում ինչ որ մի հատ երեխա բացահայտվեր, ինչ որ մի երեխու ճակատագիր բացահայտվեր, եթե չի բացահայտվել, նշանակում է չկա արդյունք։ Իսկ իմ համար արդյունք, երբ որ ես իմ երեխուն տեսնեմ, իմ տղայի անհայտությունը բացահայտեմ ու վերջ։ Այդ է։ Իսկ ես ուրիշ արդյունք չկա։ Նստում են փակ քննարկումներին, լուռ ու թողնում գնում են, որևէ մեկը իր ելույթում ինչ որ մի բան ասում է, խոսում են Սրբույի Գալյաններ օրերս ձեզ հետ հանդիպման առողջապահության նախարար խոսելու ժամանակի մեջ չտեղավորվեցին Սրբույի Գալյանը չխոսած, իսկ մյուսներն էլ որ խոսեցին, եղան ապացույցներ, որ մենք ասեցինք, որ սխալ է կարել, այսպես այնպես, որոշ բաներ իրանք բոլորը արդարացրեցին, որ վրիպում է։ Մեր կառավարությունում ամեն ինչ վրիպում է։ Իսկ ժամանակացույց վերցրել եք, այդ վրիպումները երբ են ուղղվելու վերջի վերջո։ Արդեն 4 տարի անընդհատ այդ վրիպակների մասին են խոսում։ Դե ասում ենք կշտկենք, բայց թե երբ կշտկենք
կգրկեն, կշտկեն արդյոք թե չէ, այդ մենակ երևի իրանց ու վերևի ասունը հայտնի։ Վրիպումը որ կողմից է լինում, կոնկրետ որ կառույցն է անընդհատ այդ վրիպակները բաց թողնում։ Բոլորը, բոլորը։ Վերից վար։ Վերից վար բոլորը, ինչու՞ ոչ։ Կարծում որ առանձնացնեմ, բոլորն էլ ունեն վրիպումներ։ Իմ մոտ կարա ուրիշ տեղ ուրիշ կառույցից լինի վրիպում, մյուս ծնողի մոտ ուրիշ կառույցից լինի։